Բարեզեսիայագիսես Ռոնի Ղարիբյանն եմ Ղարիբյան Real Estate Financing Գերչան կողմից այսօր ապրիլ 27 2025 թվականը ապրիլն էլ արդեն իր ավարտին է անցնում արդեն առաջի երամսյակը տարվան անցավ կարող եմ ասեմ տարվա 1/3 անցավ այսինքն 3 մասի բաժանենք 3-ա 4 ամիս մի հատ անցավ 2 հատ էլ մնաց հիմա ամառն այլելու եւ վերջան կտեսնենք տարին է անցնում եւ շատ արագ անցնում բավականին նորություններ ունենք նորությունները սկսելով նորմալ մեր առօրյա կամ ամսական լուրերից հետո կանդրադառնանք ավելի խորը այսօրվա ի վիճակից լինելով նախագահական Թրամփի թերիֆի հարցերը շուկան ինչպես տեսնում եք stock market-ը, bond market-ը ինչեր այլում ձեր համար տեղեկություններ ունեն որ ինչա կատարվում է շաբաթ ինչ սպասելիք ունենք եւ ունենք բավականին լավ նոր ծրագիրներ եւ բավականին լավ լուրեր մեր առնողների համար նրանք որ տոկոսի խնդիր ունեն կամ նույնիսկ մեր վաճառողների համար ինչ հարցեր ունենք բայց սկսենք առաջ մարտ ամսվա առուվաճառքը որպես sales ոչ թե արժեքները առուվաճառքը ընդհանրապես ուր էր մարտ ամսվա ընթացքին մարտ ամիսը մոտարապես բախտատելով փետրվարի հետ 5.9% ավելի քիչ էր առուվաճառքը որպես sales ոչ թե որպես քանակ ոչ թե որպես արժեք որպես քանակ եւ եթե նայեն այս թիվով այս քանակով որ վաճառվել է մարտին մինչեւ տարվա վերջ մոտ 4 միլիոն տուներ պետք է վաճառվի որ ամենից քիչն ամենից պակասն ունեցել ենք 2009 թվականից մինչեւ հիմա այո վերջի անգամ այսքան քիչ այլ է առուվաճառքը 2009 թվականի ընթացքին է եղել։ Շո մոտարապես 2.4% ավելի քիչ էր քան թե մարտ 2024-ին, բայց որտեղ էր ամենաշատը ընդհանրապես իջե ամենաշատը դա էլ West հասկացողությունն է։ West ասելով 4 մասի են բաժանում Միացյալ Նահանգները West ելնելով Colorado, Utah, Nevada, Arizona, California եւ տկամենը West-ի մասն են ընկնում միակ տեղը որ West-ում շատ ավելի բարձր էր քան թե մյուս West-ի մյուս նահանգները արևմտյան շրջանը ասելով West հասկացողությամբ դա էլ Denver, Colorado-ն էր որ Rocky Mountain-ը որ բավականի աշխուժություն ունեցել եւ ինչու որտեղ այնտեղում գործեր job creation-ները ավելի շատ են ելը եւ չմոռանանք ստանք sales այսինքն առուվաճառքը որ մարտին փակվելա նշանակում է հունվար եւ փետրվարի բացված էսկրոներն են որ հունվարի եւ փետրվարի տոկոսները բավականի բարձր է մոտ 7% էր փետրվարի ընթացքին so առուվաճառքը ինչպես տեսնում եք sense մեկ քիչ sluggish խառը վիճակը անորոշ է մարտ ամսվան անշուշտ affordability challenge-ները այսինքն մեծամասնությունը հնարավորության payment վճարելու խնդիրները որ դա համար ձեր համար շատ լավ լուր ունեմ եկից հետո կմոտենանք դա հարցին բայց ընդհանրապես sales-ը իջերա բավականին շատ բայց ոչ թե listing-ների պատճառով այս անգամ բավականին listing-ներ ունեցել ենք միայն Կալիֆոռնիայում 11% աճ ենք ունեցել ընդհանրապես Միացյալ Նահանգներում մոտ 20% listing-ները աճ այլ է մարտ 2024-ից մինչև հիմա այո կան տեսակներ որ դեռ արժեքները լավ չեն բայց հիմակվա ինվենտորիով պաշտոնական ինչ որ շուկայում կա եթե բոլորը վաճառվի այսօր մոտ 4 ամսվա մեջ բոլորը կվաճառվեն որ միշտ ասել ենք ամենից աշխուժ եւ նորմալ շուկան այնա որ 6 ամսվա ինվենտորի էլի բայց նախկինում 2 կամ 2.5 ամսվա էր հիմա 4-ի ենք հասել որ բավականի լավ է ինվենտորիները անշուշտ պատճառը այնու որ մեր մաս շատանում է որ մեր մաս արժեքները թեթևանա որտեղ գնողների համար հնարավորություններն է շատանում այսինքն ավելի շատ տուներ կան վաճառքի սա սկսում է որ ավելի արժեքները սելերների կողմից մաճելի դառնա so մարտ ամսվա medium price-ը միջինը Կալիֆոռնիա բոլոր Միացյալ Նահանգներում $403,700 էր եւ դա մոտարապես 2.7% նորեն աճայել է քան թե մարտ 2024 այսինքն մեկ տարվա ընթացքին 24-ից 25
նորեն եւս արժեքները բարձրացել է, ինչպես տեսնում եք։ Արժեքները առաջ մեզ իջնել չենք տեսել։ Առաջ մեզ բարձրանում է։ Ճիշտ է, քիչ է բարձրանում, բայց բարձրանում է։ So, եթե նայենք ընդհանրապես այս բան մարքեթի հարցերն որ տոկոսներն նա, բայց այսօրվա real estate-ի հարուստությունը որպես valuation, որ ժողովուրդը ունեն իրենց տան արժեքների վրա հարուստությունը մոտ 52 trillion dollars այլ է մինչև հիմա եւ first time home buyer-ները մարտ ամսվա ընթացքին մոտ 32% կազման, որ ընդհանրապես 40% նորմալ մահվիճակա եւ 2024-ի մարտին էլ նույն 32% so first time home buyer-ները տոկոսային բաժինով 8% ավելի քիչ է average-ից, բայց դա էլ հասկանալի է պատճառ արժեքներին, որտեղ ամեն մարդ չի կարող առնել։ All cash buyers, այսինքն նրանք որ լրիվ cash են առել, հիմա cash են առել տարբեր պատճառներով, կան ոմանք օրինակ տունը վաճառել են, ավելի արժանն են առնում, so այդ cash-ը որ equity-ից ստացել են կամ տարիներ ունեն տունը pay-off են արել, հիմա այդում են վճարեն, դան 26% կազմավ, որ 28% էր անցյալ տարի եւ դա 2%-ի չափը մեծ տարբերություն չի անում։ Ինվեստորները որպես investors, որ տունը առնում են վարձու տալու համար կամ investment-ի համար ընդհանրապես, պահպանան իրենց թիվը մոտ 15% գնողներինը ինվեստորներ են։ Հիմա ինչ ենք սպասում, որ National Association of Realtor-ի կողմից պաշտոնական սպասելիքն է դա է, որ սպասում են cancellation-ները, նրանք որ escrow են բացել, մարտ ամսվա escrow բացածները սպասում են, որ ապրիլին կամ մայիսին կարող է cancellation-ները շատանա ապրիլին, նամանավան, այսինքն զեկույցը հիմա չունեն, կարող է cancel-ները ելել, բայց զեկույցը կստանանք մյուս ամիս մայիսին եւ կարելի է որ այս ապրիլի cancellation-ները սպասում են, որ բավականի շատ լինի այդ ձևով։ So արդյոք մարտի առուվաճառքը այսքան քիչ է, շատ is it really bad, ավելի վատ էլ կարող է լինի, բայց կարող է որ մեկ քիչ ավելի sales-ը ապրիլ ամսվանն էլ բավականի ցած լինի, որտեղ այս tariff-ների հարցը ապրիլ ամսվա ընթացքին մտանք մեջ։ Հիմա այս ազդեցությունները անշուշտ tariff-ին որ ելնում է, ավելի որ pressure-ը անշուշտ արժեքները որ կա, տոկոսները բարձր է, բայց նույն խնդիր ունենալու ենք կահույքի մասին, այսինքն ժողովուրդ որ տուն են առնում, պետք է furnish անեն, ուզում են remodel անեն, ուզում են իրանց փոքրիկ փոփոխություններ տունում վարակույրներ են առնում, կամ հայլիներ են առնում, կամ սեղանաթոռ, կամ դիվան, կամ ինչ-որ տունի ապրանքները, եւ այս tariff-ները խանգարելու է իրանց համար այդ գործն էլ անելու համար, որ նկատի են առնելու, որ արդյոք հիմա առնենք, որովհետեւ դեռ ազդեցությունը շատ չի, դե ոչ սպասեք։ So ժողովրդի որպես consumer այս inflation-ի հարցը գործի անորոշ գործ ունենալու են դե չէ որ նախկինում արդեն ստա մասին խոսացել ենք մեծ չին մտահոգի չէ դա համար ժողովուրդը ձեռնպահ են բայց ձեռնպահ ասելով նորից ասեմ կրկնեմ սպասում են on the sideline ինչու չենք իմանում բայց սպասում են որ այս անորոշ վիճակը կարող է հանդարտի բայց մեկ բան կարող եմ ասեմ վերջի երկու շաբաթվա ընթացքին որ այս tariff-ները սկսան վերջի այս մեկ շաբաթը ոչ թե միայն բան մարքեթը որ 30 տարվա վարկերը ինչպես անգամներ կրկներ եմ կարող եք վիդեոս նայեք նախկին ամսվաները որ այս 10 տարվա treasury վրայից է բան մարքեթը 30 տարվա տոկոսները մեկ շաբաթով հանդարտ վիճակի մեջ է այսինքն stabilize այլ է, չի փոփոխվել եւ նույնը տոկոսները մեկ շաբաթա որ տոկոսները անփոփոխ մնացել են եւ նույնիսկ շուկան stock market-ը որ նայեք արդեն ճիշտ է օրական volatility-ներ 1000 point ունենք ինչու որտեղ դուս եկավ եւ սկսավ կենտրոնական բանկի նախագահին Jerome Powell-ին սկսավ ասի he's a loser he needs to drop the rate Հիմա եթե նայեք մեկ շաբաթը Թրամփը նույնիսկ իր խոսակցությունները, իր բառերը որ գործածում է, արդեն հանդարտ խոսակցություններ է, այդ առաջ նախապես այդ
cowboy style խոսակցությունները հանդարտերը, որ մենք Չինաստանին էս կանենք, մենք այս կենտրոնական բանկի նախագահին դուս կանենք, մենք էս կանենք, ես էս կանեմ, ես են կանեմ, հանդարտերը իր խոսակցության մեջ, իր բառերի մեջ եւ ընդհանրապես շուկան հանդարտերը այդ ձևով։ Հիմա դեռ ինչ սպասելիք ունենք, ինչ կպատահի, ինչ առաջ կգա նամանավան կենտրոնական բանկի ժողովն է շուտով ելնելու ընդեղում ինչ կլինի, այս բոլոր փոփոխությունները դեռ չենք իմանում ինչեր է պատահելու, բայց հիմա առաջ մեզ այս ինչ որ հիմա ունենք նամանավան նախագահ Թրամփի հարցերով հանդարտերը եւ շուկան էլ հանդարտերը եւ այդ մեծ իրար անցումը որ կար, եթե հիշում եք որ իրար անցումը տոկոսների համար, թեյների համար, դա էլ ընդհանրապես անցել է։ Եվ ստա վրա ուզում եմ ասեմ, ինչ որ կոչվում է նախկինում միշտ լսացել ենք, որ ասում է no news is a good news, այսինքն եթե որևէ լուրջ կա, ուրեմն լավ է։ Երբ որ լուրջ կա, ուրեմն ամեն ինչը լավ է։ Եվ հիշացնում է հին մանավան հայաստանյան բարեկամ ընկեր հարազատներս, որ սովորություն էր, որ ինչ կա, չկա, ինչ նորություն, ասում են ոչինչ։ Չին ասում լավ է, ասում են պարզապես ոչինչ։ So no news, որևէ բան չէ։ So ոչինչը that means it's a good news։ Չին ասում լավ է կամ վատ է, ընդհանրապես ոչինչ։ Հիմա this is նույն անգլերենով էլ ինչ նորություն no news։ So no news it's a good news։ So այդ ձևի կարողանանք մոտենանք հարցին։ Կալիֆոռնիայի մասին մեկ ուսումնասիրություն այլ է շատ հետաքրքիր է, it's a real detail study, որ արել 2005 թվականից մինչև 2025, որ հիմա ենք 20 տարվա ընթացքին ինչա պատահել Southern California, ոչ թե բոլոր Կալիֆոռնիան, Southern California, որ Southern California արդեն Santa Barbara-ից դեպի ցած միջև San Diego, so վերջի 20 տարվա ընթացքին հետաքրքիր տեղեկություններ կան, որտեղ ինչպես մարդիկ կան, որ սպասում են դեր տուները առնելու։ So էսի մինչև փետրվար 2025-ի հաշվարկը, այսինքն մարտը եւ ապրիլը դեռ մեջ չի։ So medium միջին արժեքը մայիս 2024-ին $823,000 էր։ Southern California-ի average միջին price of a home։ 2025-ի average-ը $820,000 է։ $3,000 տարբերությունն է, որ ունենք ամենից բարձր կետը, որ ելել է մայիս 2024-ը was the highest point, median price-ը $3,000 տարբերությունն է, բայց average-ը որ դա միջին է։ Ամենամեծ recession-ի ժամանակ, որ 2008-ի crash-ն էր, դա պատրաստ եք լսել։ 2008-ի crash-ը որ ելավ, ապրիլ 2009-ին, որ ամենացածր արժեքների մասն էր, միջին Southern California-ի տան արժեքն էր $241,000։ Հիմա կվանը $820,000, 2009 ապրիլին $241,000։ 240% ավելի բարձր են, քան թե ամենից քիչը որ ունեցել ենք, 240%։ So 20 տարվա մեջ որ հաշվում են, ոչ թե միայն ամենից ցածր մասից, 2005-ից 2025-ի 20 տարվա average-ը 101% 2005 փետրվարից մինչև 2025 փետրվար 20 տարվա մեջ 101%, 100% արժեքները բարձրացել է։ 2025-ից մինչև հիմա 79 ամիս կրկնակի ամիսներ ունեցել են, որ արժեքները տարի բարձրացել է։ Ամենից մեծ մեկ տարվա աճը, որ ունեցել են 28% աճ ունեցել մեկ տարվա մեջ,
Այսինքն biggest 12 months gain, այսինքն մեկ 12 ամսվա մեջ ամենաշատ բարձրացումը արժեքներն էլերա 28% մեկ տարվա մեջ եւ դա էլերա հունիս 2013, այսինքն 2012 հունիսից մինչև 2013 հունիս 28% արժեքները աճ ունեցել։ Ամենացածը որ մեկ տարվա մեջ իջել է արժեքները Southern California-ում the most drop we had 12 ամսվա ընթացքին որ 39% այլ է վերջացել է հունվար 2009-ին, այսինքն հունվար 2008-ից մինչև հունվար 2009։ Շատ հետաքրքիր, այստեղ ռեալ ճիշտ նոմերներ են, թիվաբանություններ են։ Average sales pace, այսինքն քանի transaction-ները փակվե ամսական վերջի 20 տարվա ընթացքին 19000 տուներ վաճառվե ամսական վերջի 20 տարվա ընթացքին։ Փետրվար 2025-ին 11039% ավելի քիչ քան թե նորմալ։ Հələ այսի փետրվարին մարտինը որ մի քիչ առաջ դες զեկույց ասեմ, ավելի վատ է թե մարտինն էլ մտնի մեջը։ Ամենազբաղված the busiest time, ամենազբաղված ամիսը մեր տարվա ընթացքին Southern California-ին է, էլերը հունիս 2005-ից հունիս 2005-ին 22000 տուներ։ Average sales are 15% above normal։ Հունիս 2005-ին ամենաբարձրն են ունեցել։ Ամենացածր, ամենակամանց ամիսը հունվար ամիսն այլ է, որ հունվար 2005-ին այլ է 15496։ Եվ average sales-ը 31% ավելի քիչ below par։ Ամենարագ fastest selling single since 2005-ից մինչև հիմա էլա 37500 sales ամենարագը հունիս 2005-ին։ Ամենակամանց էլա 10000 sales հունվար 2023-ին, believe it or not 23 որ արդեն տոկոսները կենտրոնական բանկը բարձրացել է, ամենակամանց էլա հունվար 2023-ին միայն 10000 տուներ։ Southern California-ի մասին է խոսքը։ Ամենաբարձր արժեքը որ ունեցել ենք record high Southern California, ոչ թե ընդհանուր California, Southern California $875,000 այլ է մայիս 2024-ին եւ մինչև փետրվար 2025։ So single family տուները, քանդոների մասին չի խոսքը, single family house տուները 2005 փետրվարից մինչև 2025 փետրվար 105% աճ ունեցել։ That's a lot։ Ամենազբաղված ամիսը ամեն տարի էլերա հունիս ամիսը։ Միշտ հունիսը լավ, սույթ է սելեր եք, հունիսը լավ ժամանակ է, դե բայեր եք, շուտոտ արեք նիք սպասեք մինչև հուլիս։ So Southern California քանդոների վիճակը, որտեղ մենք մի single family տուների մասին ենք խոսում, դժբախտաբար քանդոներին շատ կարևորություն չենք տալի, որ մեծ դեր է կատարում նամանավան as a starter home, մանավանդ այս թանկ թաղամասներում։ Ամենաբարձր քանդոյի արժեքը Southern California-ում $700,000 այլ է July 2024, այսինքն եթե 875 տունն է 700 քանդոնը։ Քանդոները վերջի 20 տարվա մեջ արժեքները բարձրացել է 94%, ինչպես տուներին 105% էր, սա 94%։ Քիչ չի, բավականին շատ է։ Եվ նորեն ամենազբաղված ամիսը հունիս ամիսն է եւ ամենակամանց ամիսը հունվար ամիսն է։ Բոլոր sales-ը որ էլերա քանդոների մասը 24% average-ն այլ է, որ քանդո են էլե քան թե տուն։ Condo versus single family 16% cheaper on average քան 2005-ից, քան թե 21% են ով այսօր միջում։ So շատ հետաքրքիր տեսնում եք արժեքների բարձրացումը կա տենցի եւ մնացել է եւ շարունակվելու է
նույնիսկ over ինչպես շուտ եք առնում, ինչպես տեսնում եք, պատմության մեջ են real TV-եր են, որ ասում եմ, եթե ուզում եք ինձ email արեք, ես ձեզ լրիվ report-ը կտամ մանրամաս գրված է մեջը, բայց ինչպես փաստը միշտ ցույց է տվել պատմության մեջ ոչ թե 20 տարվաններ միայն, սա Southern California-ի մասին էր միայն, պատմության մեջ տեսեք, որ real estate-ը միշտ թանկանում է, շատանում է եւ իմանում ենք բարձրանում է, ամեն շաբաթ նույն բանը չեմ կրկնի ձեզի, որ դե իմանում եք արդեն։ Բայց ասում եք, պարոն Ղարիբյան, ճիշտ է, հասկանում ենք, բայց չենք կարող առնենք, հարցը ուզենալը չի, հարցը թանկությունն է։ Շո երկու ձևի կա այս հարցին նայելու, որ անցյալ շաբաթ ձեզի մանրամաս ասամ, արդյոք չեք կարող առնեք, որովհետև օրինակ եմ ասում, 6.5%-ները, եթե 5.5% ելնի, այն ժամանակ կարող եք առնեք, դե ոչ։ Եվ դա մեծամասնության ուսումնասիրությունը, որ ելերա ժողովրդից հարցեր են, ամեն ասում են սպասում ենք տոկոսները եւ իրենց breaking point այդ 5.5%-ն է։ Դա մեկ։ Երկրորդը արդյոք արժեքներն է, այսինքն արժեքը 5% իշնի, 10% իշնի, որտեղ եթե բեկե իշնի, ինչ ենք սպասում, ինչքան ենք սպասում իշնի, 30%, ինչպես որ 2009-ի crash-ն էր, դժվար եմ կարծում։ Ինչու, որտեղ ամենից վատ օրերը, որ կենտրոնական բանկի տոկոսները բարձրացավ 0-ից 5.75, ամենից վատ օրերը, որ տոկոսները 2.5-3 էր, լավ 7.5, ամենից վատ օրերը, որ նախագահ Թրամփ եկավ ասավ աշխարհի վրա այս թերիֆ ու պատերազմը Չինաստանի վրա էկոնոմի պատերազմ եւ հիմա 10 օր անցերա վրայից եւ խաղաղություն կա մարքեթում, այստեղ գիտե ամենից վատ օրերն էին, ուրիշ ինչ վատ օր կարելի է, let me rephrase that, չենք ասում միշտ ասում եմ be careful what you say, it could be worse, ավելի վատ էլ կարող է լինի, հասկանալի է, մենք դա մասին չենք խոսում, մենք էկոնոմի վատերի մասին ենք խոսում, Աստված ոչ արած պատերազմ, թերորիզմ, այդպես հարցերով չենք ասում, որ անսպասելի է։ Էկոնոմի մասին ենք խոսում, real estate-ի մասին։ So էկոնոմի համար ամենից վատ օրերը կարծեմ տեսանք, COVID-ից ավելի վատ օր չէր կարող ելներ։ So ամենից վատ օրերը տեսել ենք վերջի 10-15 տարվա մասին է խոսքը, չեմ ասում 2001-ի 9/11-ներ, 91-ի crash-ներ ու 74-ին, այստեղ բոլորը ես փորձառություն ունեմ, այսինքն 91-ից հետո 3-4 անգամ այս cycle-ը անցել եմ ես ինքս, 34 տարի ես գործի մեջ տեսել եմ այս խնդիրները։ Եվ ավելի վատն էլ եմ տեսել, որ ինչպես ասեմ 2008-ը կարծեմ ամենավատերից մեկն էր համապատասխան, որտեղ ամեն անգամ վատն է կապ ունի այդ դարվա resource-ները ինչա։ So, որտեղ ասենք 91-ը որ ելավ, ինչ էր, fax էր ամենից լավագույնը, fax-ով են իրար հետ խոսում եւ այս լուրերը այս արագությամբ չէ, տելևիզիոնի վրա այդ էկրանի վրա այդ stock market-ները, այդ ինտերնետային այդ արագությունները չկար եւ մեկ ինչ data-ն եւ information-ը կամանցոտ էր այդում, դա համար ազդեցությունն էլ ավելի շատ էր։ Բայց ինչևից է, so նայենք որ մեկն է ձեր համար արդյոք արժեքներն եք սպասում իջնի, դե ոչ տոկոսները, դե ոչ երկուսը։ So let me break it down. Միջինը իմացանք Southern California-ում 800 մի բան հազար է, 820-50 հազար։ Այս ասենք մոտենանք մեր ամիջական Glendale, Burbank, La Crescenta, Tahanga, Granada Hills, Sherman Oaks, մեր San Fernando Valley, San Gabriel Valley եւ նույնիսկ Orange County մասին խոսանք, որտեղ բավականի հայեր ունենք Orange County-ում էլ։ Այս ամիջական այս քաղաքների մեջ San Bernardino, San Fernando Valley, Van Nuys, մինչև Grand Hills, մինչև Calabasas, եւ այսքո դեպի Pasadena, San Marino եւ այլն, արժեքները average ասենք $1 million, average-ն եմ ասում, չեմ ասում լավերը թանկարոս, բայց $1 million, 800-700 լիքը լիստինգներ ունեմ այսօր ձեզ ցույց կտամ, ասենք $1 million։
Եվ այդ $1 միլիոն, ասենք, այսօրվա տոկոսներով 6.5%-ով payment-ներ կգնի չեմ մոտարապես դե գրած ունեմ մետը հիմա մեքսից հետո ձեզի ցույց կտամ actually sense անենք սլայդի վրա նայենք ես սլայդի վրա ձեզի բացատրեմ խնդրում եմ նայենք սլայդի վրա so այստեղում ասում եմ առաջին օրինակ նա այդ option եթե $1 միլիոն տան արժեքն է գանք seller-ին ասենք որ խնդրում եմ $16,000 արժեքի իջեցրու Եվ ինչու 16,000, որտեղ եթե 20% կանխավճար ես դնում, որ մա $800,000 վարկ 800,000 2% էլ մա $16,000 $16,000 արժեքից ցած բերի եւ այսօրվա տոկոսները 6.5 լինին, 6.5 a ամսական payment-ը կլինի $4,900 մոտարապես։ Եվ 5 տարվա ընթացքին $250,000 տոկոս վճարած կլինի։ Եվ ինչու եմ 5 տարի ասում, որտեղ average man loan-ը 5 տարի է, refinance այլում, կամ ծախում է, կամ starter home-ը։ Հիմա գանք նայենք option number 2։ Option number 2-ն ասենք արեք 1 միլիոնը պահպանի, մի բերցած 16,000-ով։ Նորեն ես 20% կանխավճար գտնեմ, բայց տոկոսս 5.5, ոչ թե 6.5, հիշում եք, ասում եմ տոկոսի խնդիր ունես։ Եվ այդ 5.5-ը ստանալու համար պարոն seller փոխարեն 16,000 արժեքից բերես ցած, արի իմ 16,000 ինձի տուրես տոկոսս բերեմ ցած։ So monthly payment-ը կլինի ամիսը $4,552։ Այսինքն 5 տարվա ընթացքին փոխարեն $250,000 տայի մի քիչ առաջ տեսանք, $210,000 կտա։ Հիմա նայենք երկողքի բախտատելով։ Այսինքն եթե արժեքը բերիցած 16,000-ով, payment-ը սելմա $4,900 6.5-ով։ Արժեքը պահպանի 16,000 ինձի տա տոկոսը իջացնեմ, payment-ը $4,500 այլում։ Այսինքն ես $426 ամսական payment-ը կիջնի միայն տոկոսս 6.5-ից 5.5 հասնելու համար։ Եվ 6.5-ից 5.5 հասնելու համար $16,000 ծախս եմ հաշվի 800,000 պարագայում, որը 16,000 ծախսը կարող ենք seller-ից ուզենանք։ Եվ դու 5 տարվա ընթացքին 25,000 միայն savings-ը տա, չհաշվելով տոկոսին է, միայն 426,000-ը savings-ն է։ Այսինքն դու քո համար նախընտրելի արժեքը իջնի, դե տոկոսը իջնի։ Նախընտրելը $25,000 5 տարվա ընթացքին save անես, դե նախընտրելի է ամիսը $100, եթե $16,000 price reduction ունենա։ Պարզելով ձեր համար ինչ եմ ասում։ So տոկոսը, տեսեք ինչքան տարբերություն անում, քան թե արժեքը։ Հիմա հետո 5.5-ը մոր կիշնի 4.5, դա արդեն աստված առաջ, դա վրա կոնտրոլ չունենք։ So ինչպես տեսակ, արժեքին կամ տոկոսին որ մեկն եք սպասում կամ երկուսին, ինչպես ասեմ, կարող է նախընտրելի է, բայց անպայման մեծ դեր է կատարում տոկոսը։ Եվ ունենք տարբեր բաներ։ Մեկ ունենք մենք seller-ի հետ պետք է իմանաս ինչպես ես negotiate անում, պետք է իմանաս ինչպես ես offer գրում, պետք է իմանաս ով է seller-ը, պետք է իմանաս ինչ արժեքներ է դրել, պետք է իմանաս այս real estate agent-ը ով է եւ ինչպես ես կարող հետը լեզու ճարես։ Մեր մասնագիտությունը դա է, որ մենք կարողանանք ձեր համար seller-ների հետ ինչ որ ինչու 16,000, ինչու ոչ 8,000, ինչու ոչ 40,000 կապ ունի մանրամասի ու մենք դա արդեն մեզ երազանենք ամեն մարդու ամեն case-ի համար մենք կարող ենք ձեր համար plan-ը գծենք որ ինչ պետք է անենք ծրագրված ձևի մոտենանք հարցին։ So այո, is it possible ձևերը կա, հնարավորությունները կա որ save անես absolutely կարող ենք absolutely ձևերը կա եւ կարող ենք անենք, բայց ինչպես ասամ, պետք է նայենք մանրամասին որ որն է ձեր համար ձեր տալի եւ մենք ծրագրում ենք դա վրա կարողանանք ձեր համար ծրագրենք so շատ կներեք ստեղում իմ նոթերս որ բաներ եկիչ խառնվավ իրար իմ նոթես ինչ է վիճ so հիմա
Արժեքները եթե պիտի հասկանանք, բայց ծրագիրներ կա օրինակ ունենք, որ տոկոսը մինչև 4.25 էլ այսօրվա պայմաններով 4.25 ունենք 1 տարի, հետո 5.25, 4.5 ասենք, 4.5 առաջի տարին, 5.5 երկրորդ տարին եւ 6.5 երրորդ տարին։ Բայց եթե մինչև 3 տարի տոկոսները չի չա, որ սպասում են կենտրոնական բանկի ժողովն է շուտով, որ պետք է որ նորեն իջացնի այդ հաշվով, so անպայման պետք է իշտի, ուզենք չուզենք, բայց հիմա ինչպես նախկինում ասել եմ, խառը վիճակը այս բանդի հարցնա, Չինաստանի հարցնա, անորոշ վիճակը, բայց ինչպես տեսնում եք, շուկան հանդարտեր է, էլ այդ panic մոդի մեջ չի, եւ ինչպես ասենք, inflation սղաճ ելնելու է կարող է ժամանակավոր լինի։ Ուզում եմ այդ տոկոսը, որ ձեզի ասա, հետաքրքիր ծրագիր ունենք, մենք ուզում եմ տոկոսը նայեք եւ բացատրեմ այս տոկոսի վրա։ Նամանավանդ ջամբոների վրա որ ունենք what is called bank statement program առանց tax return-ի եւ interest only եւ տոկոսը շատ ավելի լավ, այսինքն payment-ի հարց չես ունեն, ասես լավ interest only ես տունը երբեք pay off չեմ անի, երբեկի հարց չի։ Ինչքան մինչև ժամանակը սարքվի, հետո առաջին գնաս։ Mən նայն տոկոսեն կբացատրեմ սլայդների վրա։ Ու սկսենք այս refinance-ներով անշուշտ։ Առաջին ինչպես տեսնում եք, եթե ձեր վարկն 300,000-ից մինչև 806,000 դոլար եւ ձեր credit score-ը 781-ից վրև է եւ էսի 25% equity պարագայում այսօրվա պայմաններով 6.375 point-ով 6.625 0 point-ով հիմա ուրբաթ օր շատ ավելի էսի ուրբաթ օրվանն է, բայց իմ սլայդը սարքելուց հետո բավականին իջավ, որ երկուշաբթի շատ ավելի մաճելի այլնելու գոնե 1/8-ով բերը։ So cash-ը դեպքում գումար քաշեք տան վրա, գումար վերցնեք, refinance անեք եւ cash-ը տանեք, մինչև 800,000 դոլար, 781 credit score-ով single family house-ի մասին է խոսքը, տունը մնաք, տունը բնակելի է, որ ձեր համար է, ոչ թե վարձու տված է 6.375 point-ով։ Եթե high balance-ը 806,000-ից մինչև 1.200,000 դոլար եւ նորեն single family residence owner occupied 781 credit score-ով 6.5% 1 point-ով։ Հիմա նայում ենք credit-ի խնդիր ունենք։ Մենք ունենք հայրենակիցներ, որ նոր հեռացաներ են, նորեն մեզի շատ վատ credit ունի, դժբախտաբար 781 չի credit եւ ինչու է credit-ը քիչ, ոչ թե ուշացում ունի, ոչ թե անպարտաճանանչա, ոչ, որովհետեւ դժվարություններ ունի գործի, պարկի տակ է, պարկը խեղդում է իրան, credit card-երի պարկերը այնքան շատ են, որ minimum payment-ից էլ ավելա, իր տան տոկոսը 3.5 է, չեր ուզում ձեռից տա, բայց հիմա has no choice։ Հասերը, ինչպես ասում են, ծերը ծերի Հայաստանյան խոսքով, հասերը մեկտեղ, որ credit score-ը քիչ է, ուրիշ տեղ չի կարող line of credit վերցնի, եւ մենք կարողանում ենք cash-ը տանք իրան 6.125-ով, 620 credit score-ով, մինչև 800,000, մինչև տան արժեքի 80%-ը։ Արդյոք էսի ժամանակավոր մարդը պետք է լողանա, քան թե խեղդվում է, 3-ը ձեռից տալու ես 6, but life goes on, so եթե credit-ը վատ է, 620-ը, մինչև 80%-ը կարող ենք մենք ձեզի լավ տոկոսով տալ։ Հիմա նայն purchase-ները Fannie Mae-ը first time, էսի ներոշ, էսի ասում 4.25-ի մասին։ Ուրեմն, եթե մենք տուն ենք առնում, այս տունը օրինակ եմ տվել մինչև $1 million, okay? $1 million եթե տունն ես առնում եւ ներոշուն 20% down payment տեղում վերևը 10-ը գրել, ներողամիտ կենեք 10 չի 20%, 20% կանխավճարով, որ 800,000 ձեր պարկն է ելնում, այսօր ուզենակ վերցնենք մոտ 6.25 այլում։ Մենք կարողանում ենք վաճառողի հետ խոսանք, ասենք պարոն seller, մեզի $18,000 գումար տուր, ես իմ հայրենակիցի տոկոսը իջացնեմ 4.25-ի, այսինքն փոխարեն $4,900 payment-ը $3,900 միայն կտա առաջին 1 տարին,
Մեկ տարի հետո տոկոսները իջավ, refinance կանենք։ Եթե չիջավ, 5.4-ի կեթա նոր կեթա 5.4, մեկ տարի էլ եւս, այսինքն երկրորդ տարին էլ։ Եվ էլ է տոկոսները չիջավ, եւ երրորդ տարին է եւ տոկոսները 6.4-ից էլ բարձր են, նոր ինքը 6.4-ի վրա կեթա։ Բայց 3 տարվա ընթացքին, եթե իջավ, refinance կանենք, էլ չբարձրանա։ Շատ հետաքրքիր ծրագիր է եւ բացի որ միայն սելերը, մեկ ասում սելերը չի ուզում վաճառի։ Okay, գիտեք ինչ, real estate agent-ն էլ կարող է վճարի։ Real estate agent-ը, տամար մենք միշտ ասում ենք մեր միջոցով, որ տունը առնեք եւ ֆինանսավորում անեք, մենք բավականի հնարավորություններ ունենք ձեզ օգտակար լինելու համար։ Սա պարզ Fannie Mae-ի 3% կանխավճարի պարագայում, ինչպես տեսնում եք, 6.375-ը 1 փոինթով է, բայց եթե նորեն մենք ձեզի օգնում ենք, կարող ենք էսի ստանալ 0 փոինթով։ 30 տարվա ֆիքսը 10% down payment-ով նորեն owner occupied մեջը բնակում եք, վարձուտուն չի, house տունա, condominium չի, սա 6.375 մինչև 806,000։ 20% կանխավճարով 6.375 1 փոինթով, որ ձեր համար 0 է ելնում։ 25 տարվա ֆիքսը նույն ձևի 6.375 1 փոինթով, որ ձեր համար 0 է ելնում։ Եվ 20 տարվա ֆիքսը նույն պայմաններով 5.99 1 փոինթով, 15 տարվանը 5.5 1 փոինթով եւ 10 տարվանը 5.625 1 փոինթով։ High balance-ները, որ ելնում է վարկերը 806,000-ից, ներողություն, 806,000-ից մինչև 1.209,000, 6.625-ը 1 փոինթով, որ նորեն եթե մենք ձեզի օգնում ենք տունը առնեք եւ նոր ինչու mən նոր հայնակից հիմա ուրբաթ օրը լակարանք իր տոկոսը 6.625 0.0 cost refinance, այո, 0.0, ուտե մեր կրկնակի հաճախորդներից է, կրկնակի հաճախորդներից 6.625 առանց փոինթի, առանց ծախսի, կարող ենք անենք մեր կրկնակի հաճախորդի համար, 20% կանխավճարով 6.75 1 փոինթով, որ նորեն 0 է ելնում, 25 տարվանը նույն ձևի, 20 տարվանը 6.625 1 փոինթով, 15 տարվանը 6.425։ FHA-ները բավականի լավ նորեն refinance-ի համար ձևերը կա, ուրեմն 3.5% կանխավճարի պարագայում մինչև $806,000 5.875 1 փոինթով եւ high balance-ները, այսինքն ունենք 806,000-ից 1.200,000 5.875 1 փոինթով։ Հիմա FHA եթե արդեն ներկայիս FHA loan ունեք եւ FHA-ից եթե մենք FHA առանց են որ ծախս ունենակ որևէ penny վճարեք 6.5%, no points, no cost, no documents, no appraisal, no credit, ոչ թուղթ են ուզում, ոչ appraisal են ուզում, ոչ credit են ուզում, ոչ չեն ուզում։ Հիմա այս ջամբոները նայեք ինչքան հետաքրքիր տոկոսներ են ելել, մինչև $3 միլիոն 6.5%, սա 25% կանխավճարի պարագայում է, մինչև $3 միլիոն full tax return-ով, բայց եթե դուք self-employed եք, դուք ձեր գործ ունեք եւ ուզում եք ստանալ interest only առանց tax return-ի bank statement program-ով, 6.5% հայրենակիցներ interest only-ն այնքան է ձեզ օգնելու payment-ի մեջ, որ դուք կարողանաք ժամանակավոր survivalship հասկացողությունը survive անեք ասելու, բայց հայրենակիցս պլայից միան տոկոսը տալով ինչ պետք ունեմ։ Երկու բան, առաջինը այսօրվա վիճակը հավիտենական չի։ Դու սլայդից դուրս կա մատերեսել նայենք, հետո էսի առանց interest only-ն է, էսի full tax, առանց tax return-ի bank statement program-ներով է, բայց առանց interest only եւ մեր line of credit ու կենտրոնական բանկի ժողովը որ լինի, եթե կենտրոնական բանկը տոկոսներ իջացնի, սա էլ քիչնի։ Ավելի լավ է սես բացատրեմ, քան թե բան։ So ասպե interest only վճարեմ, ինչ այլում տարիներս տոկոսը տալի հարուստությունը։
So երկու բան հիշացնեմ, այսօրվա ինչպես ասանք, այս անորոշ վիճակը, որ ժողովուրդը վստահության հարցը կա, որ անվստահություն կա, որ հասկանալի է, ընդունվելի է, շատ պարզ է, նորմալ բան է, եթե մտահոգ չելնեք, եթե վստահությունը տեղ ելներ եւ ասի, no problem ամեն, կասի մի բան something is wrong, so շատ նորմալ է, որ վստահություն չունենաս այսօրվա շուկայի վրա, բայց մեկ բան իմանում ենք իրականությունն է, մեկ բանը հստակ է, որ այս օրերը անցնելու է, ու քույրս է, sense չի մնալու հավիտենական, չի մնալու մանավանդ էկոնոմին կախյալ բաներ, որ ժողովրդի կամ պետական կամ գլխավոր անձնավորությունների, պաշտոնյաների իրավունքին ներսն է, քննչորի ներսն է, այսինքն հիվանդություն չի, որ ասենք վիրուս է, COVID նոմա, ու չենք իմանում ինչ պետք է անենք, ոչինչ չենք կարող անենք, ոչ, սա man-made խնդիր է, Trump-ը ուզեց այս թերիֆի հարցը աներ, չաներ, սենց չէր ելնի, կենտրոնական բանկը COVID-ը եկավ տոկոսները շատ ցածպավ, շատ երկար դիտավորյալ եւ այս պատճառելա, որ ամեն ինչը շատ թանկանա եւ կենտրոնական բանկը դիտավորյալ տոկոսները բարձրացավ 7-ի, որ ամեն ինչը it's man-made, այսինքն մարդկական խնդիրները, որ ուզենան կարող են սարքեն եւ սարքում են այդ ուղղությամբ աշխատում են, բայց որովհետեւ իմանում ենք հարցը շինվելիք է, սարքվելիք է եւ սարքվելու է եւ ժամանակավոր է, իմանում ենք, որ այդ օրերը անցնելու է, նորեն հազարներով մարդիկ գալու են տուն առնեն, նորեն արժեքները բարձրանալու է, նորեն տոկոսները իջելու, նորեն նորմալ վիճակի են։ Մնում է ստեղում հարցը, որ արդյոք դուք պատրաստ եք, որ ելնեք շարքին վերջը, դե շարքին սկիզբը, եթե հերթը կայնած ամեն մարդ սպասում այդ մարաթոնի նման, որ վազեն մարաթոնի վերջում ես, դե առաջը։ Այդ տեսեք race car-երը կա, ֆորմուլաները երկու գիծ կայնած են, բայց 40-ը տեսմիշ մտածել եմ, վստահ եմ հաշիվ կա, ով առաջին, ով վերջինը, կարծեմ վերջին ռեյսերի հաշվով է, որ ով քանիրորդ հայլ է լուբան, բայց ուտ այդ վերջինը կհասնելը մի քիչ խնդիր է։ So իմանում ենք, որ այս ելնելու է, մենակ հարցը մնում է, որ ես ուզում լինես, բայց նախապատրաստությունը, մանավանդ թաքսերը, կրեդիտը, եկամուտը ստան, մենք կարող ենք ձեզի պատրաստենք, նախապատրաստություն ունենանք, որ ready to go, որովհետև ուշացման պատճառով միշտ ուշ մնաս հետ կմնաս, so you have to be ready to take off. So այդ համար եմ ասում, որ սպասելը ճիշտ է, բայց քեյսեր կա, տուներ կա, ձևերը կա, տոկոսների ձևերը կա, որ ասես այսօր առնեմ, քան թե առաջ եմ, որովհետև այս օրերը անցնելու է, ասել եք, վայ, այն օրերը ինչու չարեք։ Նայենք լիստինգները, բավականին լիստինգների արժեքները adjust-ել է։ Դուք եթե վաճառող եք, seller եք, մենք ունենք տարբեր ծրագիրներ, որ կարող ենք ձեզի օգտակար լինենք որպես seller։ Commercial loan-երի համար շատ մաճելի լավ լուրեր ունեմ, մանավանդ commercial loan-երի համար ոչ թե SPA միայն, non-SPA, եթե ունեք տուն արդեն refinance-ա, cash-out-ա, purchase-ա, հսկայական հոյակապ ծրագիր ունենք, երկար պատմություն է, այս անգամ չեմ հասնին, մյուս անգամ կնայենք, բայց մենք նայենք լիստինգները, որտեղ great prices, by the way, ունենք բավականի buyer-ներ line-up, եթե ունեք տուն վաճառքի, անպայման հեռացանեք, մենք շատ բարձր արժեքով, մաճելի արժեքով, որ ունենք, պետք է չի open house-ի approved ունենք, նույնիսկ commercial property buyer-ներ ունենք, երկու հոգի ունենք warehouse-ներ են մանգալի 5-6,000 square feet, Glendale, Burbank, La Crescenta, North Hollywood, այս թաղամասերը, եթե ունեք warehouse-ներ վաճառքի, անպայման մեզ հեռացանեք, բավականի buyer-ներ ունենք, որ սպասում են դրան stand still։ So մենք նայենք լիստինգները խնդրում եմ։ Ուրեմն ստանք ուրբաթ օրը ապրիլ 25-ի թվականի լիստինգներն են ելել, ուրեմն նայենք condo townhouse-ները Simi Valley
Երկու ննջասենյակ երկու լվացարան 1161 square feet-ն է քիչ մաքուր է, recess light-երով, խոհանոցը, գետինի մանրատախտակները, ամբողջը ամեն ինչը մեջն է շատ մաքուր է պատրաստ $567 per square feet, $567 Homeowners Association-ն է, $437 per square feet, մենք $507,000 So as a starter home, եւ այդ 567 ինչու դեռ tennis court ունի, pool ունի, որ կարող եք օգտագործեք, լավ մարզան քայլում։ Բայց $507,000 it's nothing։ Համեմատ այսօրվա պայմաններով, համեմատ այսօրվա արժեքներով, տեսակ 700,000 average condo-ի արժեքն է Southern California-ում։ Բայց starter home, սկսես sense-ի, մեկ քիչ կթանկանաք 4-5 տարի հետո կծախես ուրիշ կառնես։ Glendale այս շենքը ես երիտասարդ ժամանակս այս շենքում ուրեմն շենքի developer-ը շատ հարգելի մեր ընկերների շատ նայեք առաջ 2 bedroom 2 bath 1036 square feet $329 Homeowners Association-ն $580,000 Glendale-ում եւ լավ թաղամասում է ուրեմն այս շենքը apartment building էր մեր շատ լավ իմ ընկերներից developer-ը շատ հայտնի developer շատ սիրված անձնավորությունը համայնքի մեջ 36 unit-ը եւ ստանք արավ condo conversion condo-ները վերափոխավ եւ ապարտմանը վերափոխավ condominium արավ եւ այն ժամանակ ես իր բոլոր ֆինանսավորներն 90-ական թվականներին էին 90s So ես յան օգնում եմ բոլոր այս unit-ները մեկ-մեկ ծախվում էր ես ֆինանսավորություն ունեմ անում Հետո մարքեթը crash արավ ձերքը մնաց 4 unit վաճառավ վարձու էր տվել Այս ցածի վերջի unit-ը, այս կողքի unit-ը, այս կողքինը եւ այս վերևինը։ Ես այն ժամանակ ստանցից մեկ առամ, որ այս ցածի վերջի unit-ն էր one bedroom, իմ առաջից երկրորդ one bedroom առաջինը թահանգա էր, 2 bedroom էր, բայց եսի առամ եւ շատ լավ հիշողություններ ունեմ հոյակապ, շենքեր եւ հոյակապ, հիմա էլ շատ լավ է։ Sherman Oaks, ասի առաջին անգամ single տղա է, երիտասարդ է, իմ համար was great։ Սա նայեք շատ գեղեցիկ Sherman Oaks 2 bedroom 2 bath 1067 square feet $564 Homeowners Association-ն $564 per square feet Sherman Oaks-ում նորմալ է այդ արժեքը $585,000 փուլն ունի եւ Sherman Oaks շատ ներսը գեղեցիկ գործ է արի North Hollywood 3 ննջասենյակ 3 լվացարան 1517 square feet այդ դուրը Ինչպես տեսնում եք հոթելի նման չի ուրիշների դուրի առաջից անցնես քո ջոկ entrance ունես $510 Homeowners Association-ն $421 price per square feet $640,000 եւ նորից ինչպես տեսնում եք ամեն recess light-երով մանրատախտակներով balcony-ներով bathroom-ները լավ որակով washer dryer-ով եւ rooftop այո էսի rooftop չի ներողություն balcony նման է բայց private է տունի roof-ի semi roof-ի վրա Simi Valley 3 ննջասենյակն ես դուրը տեսնում եք այս ջոգն ես մտնում that's huge 3 ննջասենյակ 3 լվացարան 1378 square feet տունի մետրությունն է $400 Homeowners Association-ն եւ asking price $649,000 որելնում է $470 per square feet which is a great price for a թաղամասի համար եւ նայեք ինչ հսկայական տեղել կա հսկայական նստելու տեղ կա որպես patio Studio City 2 ննջասենյակ 3 լվացարան 1206 square feet տունի մեծությունն է $558 Homeowners Association-ն է ինչ է լավ ինչի չի ցույց տալի so ինչպես տեսակ էլ նորեն դուրը դուսից ես շատ սիրուն որակով շատ լավ վիճակով moving condition very cozy but շատ classy $650,000 for Studio City եւ մեզանին էլ ունի վրեւ ինչպես տեսակ այդ վրեւի office-ի տեղը $538 եւ nice private patio also գինի խմելու համար Burbank 2 ննջասենյակ 3 լվացարան նորեն private իր դուր ունի վրևը ցածը հարևան չունես միայն մեկ կողմից 1244 square feet ունի մեծությունն է
$850 Homeowner Association-ը tennis court ունի, basketball court ունի, pool ունի, private security ունի, $545 per square feet, $679,000 Saint Leon եկեղեցի մոտիկա, մայր balcony վրև ունի, մայր ցածը մեծ patio ունի նստավայր, հեսա, եւ շատ private է, private garage ունի, private garage-ի հետևն է սենյակ ունի private, եւ իր tennis court-ն ու pool-ն ու այդպես բաներ, 6 հատ pool ունի։ Silmar 3 նինջա սենյակ 3 լվացարան 1795 square feet նորեն դուրը տեսնում եք jog entrance-ը $380 Homeowners Association-ը $688,000 asking price $383 per square feet։ Մենք շուտ արագացնեմ, որտեղ շատ ունեմ լիստին այս անգամ մանավանդ single family-ները, բայց բավականին տեսակ այդ Silmar-ի քանդոն ճիշտ տուն։ Valley Village 2 նինջա սենյակ 3 լվացարան 1320 square feet entrance-ը jog այսպես տեսնում ես $585 per Homeowners Association-ը $699,000 $529 per square feet եւ լավ վիճակի մեջ է այսպես որ տեսնում ես։ Moving condition։ Տունի հողով տուները նայենք Winnetka էսի, Winnetka շատ հայություն ենք, շատ։ Նայեք 4 ննջասենյակ 2 լվացարան 1912 square feet, you don't need պետք է չունես ձեռ տալ հատուկ, 7900 square feet հողամասի մեծությունն է, $749,000, Լեստանից արժան չկա Կալիֆոռնիա, Southern California, մանավանդ Winnetka-ում այս վիճակի տուն $391 per square feet, you can go wrong, անշուշտ is not brand new, but ճաշակի հարցը տունը ման ներկել է ուզում եւ քո furnishing գնալ, there's nothing wrong with this house, հոյակապ տուներ, so կա միշտ, West Hills 4 ննջասենյակ 2 լվացարան 1673 square feet տունի մեծությունն է, $7500 square feet հողամասի մեծությունն է, $995,000 asking price West Hills-ում, որը լավ $594 per square feet, եւ էլ moving condition պատրաստ վիճակի մեջ է, բավականի չափս 1600, բայց 4 ննջասենյակ տեղավորել նայեք ինչ հսկայական բաthroom էլ ունի 1600 square feet-ի մեջ, մեկ ինչ տարօրինակ է, որ այսքան ննջասենյակ այդքան մեծ bathroom, եւ pool էլ ունի by the way, pool-ով տուն է, so $995,000 moving condition։ Lake Balboa, այսի main house-ն է ADUL ունի 3 ննջասենյակ 2 լվացարան առաջի տունն է լրիվ remodel-ած է, հետևը մատ ADU ունի, որ open floor plan-ը ննջասենյակ չի, բայց open floor plan-ը կտեսնենք իր bathroom-ում 1381 square feet 6000 հողամասն է եւ $1,098,000, բայց նայեք վիճակը, so եթե 3 bedroom 2 bath առաջին եք ուզում եւ մատ էլ 1 bedroom հետևը եթե ասենք ծնողների համար կամ նույնիսկ վարձու տալու համար է բասկետբալ ու մարզանք էսել հետևի ADU-ն է այսպես տեսնում եք որ տունից ջոգ ասել ADU-ն ներսն է այսպես տեսնում եք խոհանոցով ամեն ինչով եւ bathroom-ով հնարավորություններ շատ է La Crescenta 3 ննջասենյակ 2 լվացարան մի քիչ աշխատանք ունի բայց շատ արժեքը մաճելի են դրել որպես La Crescenta 1708 square feet այսինքն պատրաստ է հատուկ պետք է չունես remodel-անելու խոհանոցը նորա գետինները նորա recess light-երը ունի 6500 հողամասի մեծությունն է $1,319,000 Is it too much 1700 ոչ որովհետև La Crescenta-ի արժեքները $772 ավել են $900 են այդում price per square feet եւ La Crescenta-ի լավ թաղամասներից է չեմ կարծում եւ բավականի հող ունես ուզենաս մեծացնես եթե 1700-ը քիչ է գալի քեզի կամ նույնիսկ փուլ եթե ուզում ես ավելացնես Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1690 square feet ունի մեծությունն է 8900 հողամասի մեծությունն է asking price $1,378,000 $815 բայց նայեք պատրաստ moving condition Pasadena-ում ի վիճակի տունը ամեն ինչը brand new է so խնդիր չունեք Չի ժամանակներում շարունակեմ, բավականի ուրիշ լիստինգներ ունեմ, բայց չեմ կարող շարունակեմ, so ինձ ներողամիտ կլինեք։ Նորեն, շատ շնորհակալ եմ, որ նայում եք հետաքրքիր ծրագիրներ ունեմ, բայց ես այս վերջերս, որովհետև միայն կիրակից կիրակի չի բավարարվում լուրը արագ է, մեկ շաբաթվա մեջ շատ հին լուր այլում երկու շաբթի ուրբաթ
social media-ի միջոցով ելնի ինտերնետային Facebook, Instagram, LinkedIn եւ այլն օրվա շաբաթվա մեջ հետաքրքիր լուրեր եւ տեղեկություններ եւ update-ներ ունեմ։ So եթե սպասում եք միայն կիրակի օրեր ինձ տեսնեք, you lose a lot շաբաթվա մեջ եւ կիրակի օրը չեմ կարող ամեն ինչ ասել, որտեղ ժամանակը չի ներում, so բաժանում եմ շաբաթվա մեջ։ So social media-ի մեջ տեսնում եք ցածր կապեք հետս, friend-ել եք, միացեք, որ լուրերը առօրյա կարողանաք ստանալ։ Շնորհակալ եմ եւ կհանդիպեմ ձեզ մյուս շաբաթ տեսություն։